Արմնի այրելեն ետ ինչ գլա հոգին հարության ժամանակ։ Սիրելին, ձեր հարցը շատ տպչող քրիստոնեական հավատքի հիմնական սույներեն մեկն է՝ մարմնավոր հարության վերաբերող։ Եկեղեցին գավադա ոչ միայն հոգևոր ամահության, այլ նաև մարմնի հարության որպես ամբողջական մարդու փրկություն։ Արդարև, ինչ գլա մեր հոգին, երբ մարմինը այրված է։ Սուրբ Գիրքը գվգա է, որ երբ մարդ կմեռնի, անոր հոգին կբարձրանա Աստծո մոտ, ըստ իր կյանքի գործոց արդարության, իսկ մարմինը կվերադառնա հողին, ըստ Ծննդոց 3:19 գսե. հող ես եւ հողին պիտի դառնաս։ Սակայն հարության օրը, ըստ Տիրոջ խոստումին, Աստված կվերագերդե մարդկային մարմինը, ոչ հին ու փդած վիճակով, այլ փառավորված, հոգևոր մարմին, ինչպես Սուրբ Պողոս առաքյալը գսե. մեռածները հարություն պիտի առնեն ամահությամբ, իսկ մենք պիտի փոխվենք, որովհետև այս փդելիք մարմինը պետք է հագնի անփդելիություն եւ այս մահկանացուն անմահություն։ Առաջին Կորինթացիս 15:52-53։ Արդ նույնիսկ եթե մարմինը այրված է, Աստծո համար անհնարին բան չկա։ Նույնպես ալ ծովը իր մեջ կգուտակե մերյալները եւ հող ու գրագը չեն գործընծներ հոգին, եւ Աստված իր զորությամբ պիտի վերակերազարդե կամ պիտի վերագերդե մարմինը։ Եկեղեցին այժմ կնախընտրե թաղումը, որպես մարմնի հանդեպ հարքան, սակայն արման բարական մեղմ կամ բաժի մեղք կամ բադիժի պատճառ չէ, երբ զայն չեն ընտրած Աստծո թեմ ապստամբությամբ։ Աստված կդիտե սրտերը, ոչ միայն արտաքին ընթացքը, ինչպես գսե առաջոն Թագավորաց 16-ը։ Որպես եզրակացություն ասիմ, այրվիլը չի խափաներ հարությունը, ինչպես մարմինը հող կդառնա տաղումով, նույնպես գրագով մոխիր գլա, նույն բնական բսակ ունի։ Հարությունը Աստծո զորությամբ պիտի կատարվի եւ ոչ մարդու միջոցներով։ Թող ցեզի ամրացնե այս հույսը, որ Տերը հարություն պիտի բարգեւե իր սիրելիներուն առանց խոչընդոտի։ Շնորհակալ եմ այս հարցի համար, կարող եք շարունակել ձեր հարցերը գրել մեր WhatsApp-յան գրուպի մեջ կամ անձնական